չեն կարող, իզորո չեն ապահովել մեղադրյալի վաճառչի օրինական վարքագիծը եւ 2 ամիս ժամկետով Բագրատ Սրբազանը եւս 2 ամիս կմնա կալանավորված։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարել է դատախազի միջնորդությունը։ ձգվի։ Դատական նիստի ընթացքում Սրբազանը հանդես է եկել ելույթով, նշելով, որ իր համար ազատությունը հոգևոր արժեք է, որից ոչ ոք չի կարող իրեն զրկել։ Բագրատ Սրբազանը անդրադարձել է նաև Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, շեշտելով, որ ամաչում է սեփական կալանքի հարցը քննարկելուց, երբ իր եղբայրները տառապում են գերության մեջ։ Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկելը, ոչ էլ կարող է զրկել, որովհետև ոչ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ոչ էլ իմ ազատությունը։ Կարծում եմ, թե կալանավայրին լուսամուտի որ կողմից եք նայում, ով է ավելի կալանավորված և ով է գտնվում ազատության մեջ։ Ես, որ հոգով ապրում եմ ազատության բոլոր սահմանները, թե դուք, որ ստիպված կալանավորված եք, ով է ավելի կալանավորված և ով ում պիտի ազատություն տա։ Հետևաբար ես կխնդրեմ ասելու, որ ազատությունից զրկված մարդ չկա այստեղ։ Այս 18-ի մեջ էլ չկա, ես էլ ամենավերջինը։ Որովհետև դա Աստծո գործն է։ Ոչ մեղադրողների, դատախազների, որոնց նաև մխիթար գոշը երբեմն ամբաստանողներ է համարում, ոչ դատավորների, ոչ էլ ինչ-որ կենթանական ծագումով իշխանավորների։ Ակտիվիստ Արթուր Չախոյանը հերթական տեսանյութն է հրապարակել ահազանգելով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ցածր որակի եւ քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումների մասին։ Ակտիվիստի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են թաց մակերեսի վրա ասֆալտապատում իրականացնում։ Հողի վրա առանց փոշեզրկման, առանց բիտումի, նորմալ տարածումի ասֆալտապատման աշխատանքներ են անում։ Այս էլ իրանց ասած բիտումն է, եթե ընդունենք շինարարների ասածով, եթե սա բիտում է, ժողովուրդ ջան, մի պահ պատկերացնենք, որ դա այդպես է կա, որ սա բիտում է, ապա բիտումը փռել են հողի վրա։ Հեսա, խնդրեմ, տակը հող է։ Այնա տեսեք, քանդում եմ, տակը հող է, ժողովուրդ։ Թաց հող է։ Ավստրիայում կայացած եպիսկոպոսած հավաքի մասնակիցները հայտարարություն են ստորագրել։ Հայտարարությունը ստորագրած հոգևորականներից մեկը Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած Հովնան arczepiskopos Տերտերյանն է, որի անունը նշված էր Փաշինյանի հրապարակած փաստաթղթում։ 25 եպիսկոպոսները կոչ են արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները, հարգել եկեղեցու ինքնիշխանությունը, վերջ դնել եկեղեցականների, այդ թվում ամենայն հայոց հայրապետի նկատմամբ կեղծ մեղադրանքներով բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված հոգևորականներին եւ եկեղեցուն աջակցություն հայտնած քաղաքացիներին, գործել Հայաստանի սահմանադրությամբ եւ առկա խնդիրները լուծել երկխոսությամբ։ Ձմեռը Հայաստանում սպառողի համար սկսվում է ոչ թե առաջի ձյունով, այլ շուկայում գյուղմթերքի գների կտրուկ աճով։ Պատճառը պարզ է։ Մեր երկրում բերքը հիմնականում ամռանն է աճում, իսկ ձմռանը մենք դառնում ենք ներմուծող, թանկ ապրանքի գերի։ Սակայն այս իրավիճակը կարող է արմատապես փոխվել։ Սրա լուծումը եւս գտել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Նարեկ Կարապետյանը առաջարկում է մատնանշելով Հայաստանի հյուսիսային դարպասը նոյեմբերյանը դարձնել գյուղմթերքի աճեցման հատուկ զոնա։ Նոյեմբերյանը մեղրից հետո երկրորդ ամենափափուկ կլիմայական գոտով համայնքն է։ Այստեղ կարող է աճել այնպիսի բան, որ Հայաստանի մյուս շրջաններում չի աճում։ Օրինակ զեյթուն է աճում, կիվի եւ այլ տեսակի մրգեր, որոնք Հայաստանի համար հատուկ չեն։ Մենք հիմնականում ներմուծում ենք շատ թանկ գներով։ Նոյեմբերյանը դառնալու է Հայաստանի համար ոչ սպეციფիկ գյուղատնտեսական ապրանքների աճեցման հատուկ զոնա։ Կուսակցության ծրագրի հիմքում տնտեսական հաշվարկն է։ Ձմռանը ջերմոցային մթերքի ինքնարժեքի առյուծի բաժինը շուրջ 70%, գազի գինն է։ Նոյեմբերյանն ունի ռազմավարական առավելություն։ Քաղաքով է անցնում Հայաստան-Վրաստան գազատարը։ Ուժեղ Հայաստանը առաջարկում է ստեղծել ազատ տնտեսական գոտի, որտեղ ջերմոցները գազը կստանան հենց սահմանային ներմուծման գնով, առանց ներքին ավելորդ ծախսերի։ Նոյեմբերյանի շրջանը կլինի Հայաստանում այն շրջանը, որը կլուծի թանկ ապրանքի, թանկ գյուղմթերքի գինը, ձմռանը Հայաստանում։ Ինչով։
կստեղծենք ջերմոցների համար նախատեսված հատուկ ազատ տնտեսական գոտի։ Մարդիկ ջերմոցներ կհիմնեն նոյեմբերյանում, որը կստանա գազ, բայց սահմանային գնով, քանի որ գազը Հայաստանը ներմուծում $165 եւ մինչեւ հասնում է Երևան, մինչեւ հասնում է մյուս շրջանները, թանկանում է, քանի որ կան ծախսեր։ Իսկ սահմանի վրա մենք ունենանք պայմանավորվածություն, որ գազի գինը լինի $165-ից մի քիչ ավելի ընդամենը թանկ եւ հայկական ջերմոցները կունենան գազի գին ավելի էժան, քան թուրքական ջերմոցները։ Դրա արդյունքում մենք կկարողանանք մրցակցել թուրքական ջերմոցների հետ, քանի որ գյուղմթերքի ձմռանը ինքնարժեքի 70%-ը դա գազի գինն է։ Իսկ էժան գազ, եթե մենք սահմանին կարողանանք տանք, ներմուծման գնով մոտապես 15% կեժանանա գյուղմթերքի վերջնական գինը։ Ըստ Նարեկ Կարապետյանի, մեղմ կլիման եւ էժան էներգակիրները նոյեմբերյանը կարող են վերածել Հայաստանի գյուղատնտեսական շտեմարանի։ Սա ռազմավարական զարգացման այն մոդելն է, որտեղ շահում է թե պետությունը, թե սպառողը եւ թե սահմանին ապրող քաղաքացին։ Դոնալդ Թրամփը Թեհրանին 10-օրյա վերջնագիր է ներկայացրել, սպառնալով նոր ռազմական հարվածներով։ Այս հայտարարությունը հնչել է Խաղաղության խորհրդի Անդրանիկ Գագատան ժողովի ժամանակ։ Չնայած Ժնևում ընթացող անուղղակի բանակցությունների որոշակի առաջընթացին, կողմերի միջև սկզբունքային տարաձայնությունները պահպանվում են։ Սպիտակ տունն արգելում է ուրանի որևէ հարստացում, իսկ Իրանը հրաժարվում է քննարկել իր հրթիռային զինանոցի հարցը։ Դիվանագիտական ռետորաբանությանը զուգահեռ Վաշինգտոնը շարունակում է ռազմական հզոր ավիակիրների եւ կործանիչների կուտակումը Պարսից ծոցում։ Ի պատասխան Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հեգնանքով հիշեցրել է ամերիկյան նավերը խորտակելու իրենց ռազմական կարողության մասին։ UAE and Uzbekistan, please join the president as he signs the fundraising. Դոնալդ Թրամփը ստորագրել է Խաղաղության խորհրդի Անդրանիկ նիստի վերջնական բանաձևը։ Այս փաստաթուղթը սահմանում է Գազայի վերակառուցման համար անհրաժեշտ ֆինանսական թափանցիկության եւ կառավարման սկզբունքները։ Նոր ձևաչափը ստեղծվել է ՄԱԿ-ի համաձայնությամբ միջազգային գործող կառույցների անարդյունավետության պատճառով։ Թրամփի վարչակազմը նպատակ ունի Գազան վերածել անվտանգության եւ տնտեսական հաջողության համաշխարհային մոդելի։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախաձեռնությունը համարում է պատերազմից խուսափելու միակ այլընտրանքը։ Ծրագրի իրագործումը պահանջելու է բոլոր ներգրաված պետությունների եւ դիտորդների գործնական ու նյութական ներդրումը։ Սակայն տասնամյակների հակամարտությունը հեշտությամբ լուծելու հայտարարությունները դեռևս փաստացի հիմնավորման կարիք ունեն։ Nothing less expensive than peace. You know, when you go to wars, Վաշինգտոնում կայացած Խաղաղության խորհրդի Անդրանիկ նիստում Դոնալդ Թրամփը հայտարարեց նաև Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժերի ստեղծման մասին։ Այդ առաքելությանը կմասնակցեն Ալբանիան, Կոսովոն եւ Ղազախստանը, տրամադրելով սեփական զորախմբերն ու ոստիկանական ստորաբաժանումները։ Եգիպտոսն ու Հորդանանը պարտավորվել են ուսուցանել եւ տեխնիկապես հագեցնել պաղեստինյան նոր ոստիկանական ուժերին։ Ծրագրի հաջորդ փուլը ենթադրում է իսրայելական զորքերի դուրսբերում եւ տեղական զինված խմբավորումների լիակատար զինաթափում։ Այնուամենայնիվ մասնագետները թերահավատորեն են մոտենում նման խայտաբղետ կազմով անվտանգության ապահովման իրատեսությանը։ Դեռևս հստակ չէ, թե ինչպես են այս պետությունները չեզոքացնելու տեղում սպասվող անխուսափելի դիմադրությունը։ Սկսվել են Իրանի եւ Ռուսաստանի համատեղ ռազմածովային վարժանքները Օմանի ծոցում եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Իրանական Բանդար Աբբաս նավահանգստում կենտրոնացած այս միջոցառումներին մասնակցում է նաեւ ռուսական Ստոյկի հրթիռակիր նավը։ Պաշտոնական վարկածով զորավարժությունները միտված են նավագնացության անվտանգությանն ու երկկողմ ռազմական կապերի ամրապնդմանը։ Այդուհանդերձ այս գործողությունները Հորմուզի նեղոցի մոտակայքում Միացյալ Նահանգների զինուժի կուտակմանը ակադրվելու ակնհայտ փորձ են հիշեցնում։ Ուժի այս ցուցադրությանը փետրվարի վերջին կհաջորդի նաեւ Չինաստանի մասնակցությամբ եռակողմ ավելի լայնածավալ գործողությունը։ Միջուկային բանակցությունների ֆոնին նման ռազմական ակտիվությունը անվտանգության երաշխիքների փոխարեն ավելի է մեծացնում տարածաշրջանում բախման վտանգը։